Ձեզ հարգելի հեռուստադիտողներ, եթերում Արարատյան Խոհանոցն է։ Շատ ուրախ եմ եւ շնորհակալ, որ հետևում եք մեր հաղորդումներին։ Եվ այսպես հարգելի հեռուստադիտողներ, կարծեք թե ամիսը տոլմային է վերաբերվում։ Կարծես թե այս ամիս մենք ամեն ինչի մասին խոսելու ենք, առանցքը լինելու է տոլման, այսօր պատրաստելու ենք տոլման, պետ իսկ իմ հյուրն է Հայ խոհարարական համակարգերի զարգացման եւ պահպանման հասարակական կազմակերպության խորհրդի անդամ Գրիշա Հակոբյանը։ Ողջույն Գրիշ։ Բարեցես։ Ինչպե՞ս ես։ Շատ լավ հաջելի է ձեզ հանդիպումը։ Տրամադրությունը բարձր է։ Բարձր, ինչպես միշտ։ Ես ասացի, որ տոլմա ենք պատրաստելու եւ այսօրվա տոլման նախնական զրույցում պարզվեց, որ մի ինչ-որ յուրահատուկ տոլմա է։ Կարող է այնքան տարատեսակներ մենք ցուցադրենք, որ ժողովուրդն ասի լավ, հերիք է, հասկացանք, ամեն ինչը տոլմա է անվանում։ Ինչ-որ պատրաստվում է համեղ, արագ եւ սննդարար, նա երբեք շատ լինել չի կարող։ Ապրես դու։ Լավ, բաղադրությունը։ Այսօր մենք կպատրաստենք սառը տոլմա, որ քանի տարի արդեն մենք տոլմայի փառատոն ենք անցկացնում, այս տոլմա դեռ ներկայացված չի։ Դեռ ներկայացված չի։ Հիմա որ մենք պատրաստենք, կարող է որևէ թիմ կամ որևէ անձ, ասենք ամրագրի իր մոտ հիշի, գրանցի եւ մյուս փառատոնին ներկայացնի։ Շատ հաճելի կլինի, որովհետեւ մենք սովորացրած կլինենք բոլորին։ Լավ, ինչ ենք անելու։ Մեր աշխատանքը դրանն է, որ սովորացնենք։ Ինչ բաղադրություն ունի։ Ուրեմն կաղամբ, որը նախորդ մենք խաշել ենք, ջրխաշել ենք, համեմ, ընկույզ, սխտոր եւ կատնասեր, թթվասեր, կատնասեր, որը կլինի, բոլորն էլ կարելի է օգտագործել։ Համեմունք պիտի օգտագործել։ Համեմունքներից օգտագործել ենք աղ, պղպեղ, հոտավետ պղպեղ, համեմի սեր եւ սամիթի սեր։ Իսկ ինչ եւ ում սերը նաեւ։ Մեր աշխատանքային սերը, երեկերության սերը։ Մի քիչ է լինելու մեր լավ հեռուստադիտողների համար։ Դրանց բոլորս աշխատում ենք հեռուստադիտողների։ Ինչի կվստահես ինձ։ Դուք կարող եք ուրեմն տերևները համապատասխան չափերով կտրատել, ես կմանրացնեմ ընկույզը։ Չէ, արի, ես ընկույզ սիրում եմ։ Համեցեք։ Գիտեմ որ դու ես սիրում։ Համեց։ Ինչ պատրաստում ես, ընկույզով ես պատրաստում, Գրիշի։ Դե, այդպես էլ անի։ Եթե մի բանի մեջ համուհոտ կա, պետք է պատրաստել։ Այս տոլման փաստորեն որպես նախուտեստ կարելի է օգտագործել։ Այո, միայն նախուտեստ, որովհետև ինքը մենք օգտագործում ենք սառը վիճակում։ Ջավակը բավական է։ Այո, լցնենք մի ափսի մեջ, ավելացնենք։ Ու պատրաստի ջավակը ես այստեղ կարգի բերեմ։ Թե չէ ես գիտեմ վերջում, հաղորդման վերջում դիտողություն ես անելու, թե մաքրությանը ուշադրություն չդարձրեցինք։ Ահա, նորից հիշեցնենք խճողակի բաղադրությունը, մենք ընկույզ կտրատեցինք, համքեր, չենք համնել աղով դեռ, Ոչ արում դեռ սխտոր, համքեր, համեմի սեր և հոտավետ պղպեղ ավելացրինք, կատնասեր և սպասում ենք հետագա զարգացումներին։ Աղ ավելացրեց Գրիշան, ես կուզենայի նաև այսպեսի մի հարցի շուրջ խոսենք, այ կապը սպասարկման և պատրաստման, ասենք այդ երկու արտադրամաս խոհանոց և սպասարկում, սրանք մի շղթայի երկու օղակներն են, որոնք պիտի անպայման գործեն համահունչ։ Ինչից է, որ պահանջարկը բարձր է, այսինքն կա պահանջարկ բարձրակարգ սպասարկողների, բայց ես լավ գիտեմ շատ ուսումնական կենտրոններ, որոնք չեն կարողանում ուղղակի մարդ ներգրավել, այսինքն չկա հետաքրքրություն այս մասնագիտության, մասնավորապես մատուցող մասնագիտ։ Ճիշտ ասած, որպես մասնագետ ես այդ հարցին շատ խիստ եմ մոտեցել, ուսումնասիրել եմ ավելի ճիշտ, հա։
Եվ պատճառը կարծես թե ես գտա։ Երբ որ թող ինձ ներեն մեր գործատուները եւ մատուցողները, երբ որ մարդ երիտասարդը վերջացնում է դպրոցը, ոչ մի տեղ չի ընդունում սովորելու կամ աշխատանք ուրիշ չի կարողանում փնտրել, գնում են աշխատում են մատուցող։ Առանց համապատասխան եւ ոչ ոք նրան չի հարցնում դու ինչ գիտես սովորել ես արդյոք միտեղ սովորել ես չես սովորել նույնիսկ չեն հարցնում ինչ գիտես ինչ կարի ոչ մի բան երեխան տեսել է մայրը ինչպես է սեղան պատրաստում գնում է ձևով աշխատում է նա մեր իմ ծանոթներից մեկը մի որը ուսուցանում է ուսումնարաններում 8 հատիկից ավել չեն դնելու։ Սա որ երրորդն էր։ Դա 8-րդն է։ Ուրեմն վերջ։ Ես այստեղ կարող եմ ասել, քանիսն ես դու պատրաստել, քանիսին ես։ Փաթաթելու ձևից։ Այո։ Ես ավելի խիտ եմ կարծես փաթաթում։ Համեցեք։ Մենք նաև գիտես որ մեր հերոստատիտողները շատ բծախնդիրությամբ են նայում։ Եվ Կաղամբը աղաջրի մեջ են անպայման։ Կաղամբը մենք քաշել ենք աղաջրի մեջ։ Թողել ենք մի քիչ հովացելա, որպեսզի ավելի հեշտ լինի փաթաթել։ Եվ մենք խճողակը պատրաստեցինք։ Նորից հիշեցնենք խճողակի բաղադրությունը, կտրատեցինք ընկույզ, սխտոր, համքեղ, աղը արեցինք այդ ամենին, հոտավետ պղպեղ և համքեղի սերմ։ Դա նորից դանակով այսպես կտրատելու ընթացքում խառնեցինք, որ համերը համադրվեն, ավելացրինք թթվասեր, մի քիչ գրիշաքեռի սիրուց, առ մեր հերոստատիտող և ստացվեց խճողակ, չէ՞։ Այո, մատուցում ենք հետա, կարելի է մատուցել հետ առանցին։ Կարմիր ինչ-որ մի բան, ինչ կարծիք ես։ Ինչպես։ Կարմիր ինչ-որ մի։ Կարմիր ամեն ինչ կարելի է, բայց պետքա մի քիչ համապատասխան լինի սննդին։ Ես համքերի տերերներ այսպես ամեն օր մեր վիճաբանությունը գնում է նրանում ինչն է համապատասխան ինչին գրիշան կարծում եմ դա շատ լավ է որովհետև դրանով ավելանում է եւ մեր գիտելիքները եւ կարողանում ենք օգտակար լինել հանրությանը ուզում եմ որ դու ներկայացնես ուտեստը եւ քո առաջարկները քո հորդորները միգուցե նաեւ չգիտեմ առաջարկները մեր հերոստատիտողներին հիշեցին այս ուտեստը պատրաստվում է շատ արագ շատ հեշտ եւ շատ սննդարար է այսօր մեզ մոտ հարց է դրված որպեսզի մենք պատրաստենք առողջ սնունդ ամեն ինչը բնական ոչ մի ավելորդ սննդամթերք չկար այստեղ բոլորը համաչափ եփված ինչ որ մենք խճողակի մեջ լցրել ենք սննդարար արժանինքները պահպանել ենք իր տեղում այսինքն ջերմային մշակման չենք ենթարկել, որպեսզի կորցնենք որևէ բան, միայն կաղամբն է, որը բնական է պետք է խաշվեր աղաջրում։ Եվ ինչ ես առաջարկում, միշտ օգտագործեն այսպիսի տոլմաներ, սառը տոլմաներ։ Սառը տոլմաները, գիտեք ինչ, նաև առողջարար է սա, եւ արագ պատրաստվող։ Շատ լավ։ Մեր տնային տնտեսուհիները շատ արագ կարող են սա պատրաստել, եթե մի անգամ փորձենք, կարծում եմ կսկսեն միշտ պատրաստել, որովհետև շատ համեղ է լինելու, այ կփորձեք։ Հարգելի տնային տնտեսուհիներ, մեկ անգամ փորձեք, եւ ես եւ Գրիշան վստահ ենք, որ միշտ պատրաստելու եք։ Բարեկամներ, այսքանն ենք պատրաստել այսօրվա համար, ուզում եմ հիշեցնել, որ սառը տոլման կարող ենք օգտագործել որպես նախուտեստ։ Բարեկամներ, ուզում եմ, որ մենք լինենք առողջ ու երջանիկ, ազգ սիրենք ու հայրենիք, եւս մի քիչ եւ ամեն ինչ լավ է լինելու։ Ստեսյուն բարեկամներ։ Սառը տոլմա, կաղամբ 300 գրամ, սխտոր 2-3 բջեղ, ընկույզ 30 գրամ, համեմ 1.5 կապ, թթվասեր 1 ճաշի քթապ, համեմի սերմ, սամիթի սերմ, սպիտակ եւ հոտավետ պղպեղներ, աղ, բարեախորժակ։